Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես շատ կփորձեմ համառոց, շատ չենք ընթերցի, որովհետև իրավական դրույթներն ու ամենը ստեղ ձևակերպված են, այո։ Ուրեմն նամակը խմբակցությունների ղեկավար Հայկ Մանիջանյանին, Հայկ Օնջորյանին, Սեյրան Օհանյանին, Անդրանիկ Քոչարյանին, Պարոնայք, 2022 թվականի փետրվարի 10-ին ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով, որի նպատակներ բացահայտել։ Առաջին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները։ Երկրորդ, արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները եւ դրանց նպաստող պայմանները։ Երրորդ, պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։ Չորրորդ, զինվորական ղեկավար մարմինների ու պաշտպանատար անձանց գործողությունների ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին։ Հինգերորդ, ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն։ 6-րդ, զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության, կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործողություն վիճակի ուսումնասիրություն։ 7-րդ, բանակցային գործընթացը 44-օրյա պատերազմի ավարտը։ Երկու անգամ 05-10-22 թվին եւ 03-05-23 թվին հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է։ Հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, քանի որ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն այն ուներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակ։ 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողով։ Ազգային ժողովի նախագահին եւ նախատեսվում էր զեկույցը հրապարակել 2025 թվականի սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստում, սակայն 2025 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարվեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է, որ լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան եւ այն ուղարկել խորհրդարանի առաջին գաղտնի բաժին։ Գտնում ենք, որ որևէ մեկը նույն թվում եւ Ազգային ժողովի նախագահը չի կարող, իրավունք չունի արգելելու զեկույցի հրապարակումը հետեւյալ պատճառաբանությամբ։ Այստեղ պատճառաբանությունները իրավական են, սրան կարող եք հետո եւ գանք այսա 2022 թվականի ապրիլի 7-ին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի եւ կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համար 462L որոշմամբ անդրադարձ է կատարվել վերոգրյալ օրենքի նախագծին եւ առաջարկելով ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի ընդունումից։ Ըստ էության կառավարությունը հիմնավորել է քննիչ հանձնաժողովի գործունեությունը եւ չի առարկել հանձնաժողովի գործունեության արդյունքների հրապարակելուն։
Ըստ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք։ Երկրորդ, տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով։ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները։ Այսպիսով գտնում ենք, որ 44 օրյա պատերազմի եւ դրա հետևանքների վերաբերյալ ուսումնասիրություն կատարած հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի, քանի որ a. Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով։ B. Զեկույցում պետք է, որ ներկայացված լինեն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստեր։ G. Հանրային շահերից է բխում զեկույցի հրապարակումը։ Սահմանադրության 53-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձին հանրագիր ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան տալու իրավունք։ Հանրագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի առաջին հոդվածի համաձայն երկու եւ ավելի անձանց կողմից միևնույն հարցով հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրությունը կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդումը կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող կարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունը կոչվում է կոլեկտիվ հանրագիր։ Ելներով վերոգրալից ներկայացնում ենք ձեզ սույն հանրագիր եւ առաջարկում ազգային ժողովում բարձրաձայնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու հարցը։ Պահանջել ազգային ժողովի նախագահից վերացնելու իր կարգադրությունը, զեկույցը գաղտնագրելու վերաբերյալ եւ հանրայնացնել հանձնաժողովի զեկույցը։ Ձեր կողմից սույն պահանջներին դրական ընթացք չտալը կամրապնդի հանրության մեջ տարածված կասկածը առ այն, որ իրականացվում է հանցագործությունները կոծկելու քաղաքականություն։ Այս պահին նամակները ստորագրվելու են նախաձեռնող խմբի կողմից եւ հանձնվեն ազգային ժողովի ֆրակցիաներին։ Շնորհակալություն եմ այդում եւ տեղեկացնեմ, որ ակցիաները քառօրյա նիստ է եւ ակցիայի մասնակիցները ամենօրյա ռեժիմով գալու են անհատապես падգամավորներից պահանջելու տվյալ պահանջը իրականացնելու, հետաքրքրվելու թե ինչպիսին է ընթացքը այն մեր պահանջի, որը որ այսօր դրվեց։ Մենք ամեն օր ժամը 3-ին լինելու ենք այս վայրում։ Տեղեկացնեմ հանրությանը եւ մամուլին։ Շնորհակալություն բոլորին։ Եվ շնորհակալ կլինենք ձեր օգնությունը, որովհետեւ բոլորիս համար կարծում եմ այսօր նորից եմ կրկնվում, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանից դուրս ոչ մի հայ անտարբեր չէ այս հարցին եւ յուրաքանչյուրին պետք է այդ թվում եւ նույնիսկ նրանց, ովքեր պատրաստվել են եւ մերվել են այն մտքի հետ, որ պետք է գնան ընտրությունների սահմանադրական իրավունքով փորձելու իշխանությունը փոխել եւ այլ, եթե նույնիսկ նման մարդիկ էլ կան, ովքեր համաձայն են եւ ցանկանում են եւ այդ ուղղությամբ են, ես վստահ եմ իրենց նույնպես կարեւոր է իմանալ ի վերջո երկրի կործանման, հազարավոր կյանքերի կործանման, մեր ամբողջ այս մեր դառը իրականության ջատագովները, պատասխանատուները եւ անորոշ ապագայի այո դրանք ովքեր են եւ ի վերջո միգուցե դրանց նորից վերընտրելու են մեր հասարակությունը չիմանալով, միգուցե նրանք ովքեր նոր դեմքերով գալիս են ուզում են իշխանության ինչ որ մանդատների փոփոխություն կամ իբր իշխանությունը փոխելու, միգուցե իրենք են մեղավոր։
Այդ բոլորի հարցերի պատասխանի համար կխնդրեմ ձեր բոլորի օգնությունը, հարգելի լրատվամիջոցներ եւ լավ մեր ընկերներ։